Տեսանյութերի այս շարքը ներկայացնում է լաբորատոր սարքավորումներ ու նյութեր և դրանց կիրառմամբ լաբորատոր աշխատանքներ թվային գիրագիտություն և համակարգչային գիտություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն առարկաներից։ Աշխատանքն իրականացվել է Համաշխարհային բանկի կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի շրջանակներում, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական ծրագրերի կենտրոնի պատվերով, զանգահրատարակչության և Բարսարդ ընկերության հետ համագործակցությամբ։ Ողջույն։ Այս լաբորատոր աշխատանքի ընթացքում մենք փորձարարական եղանակով կուսումնասիրենք մարմնի ազատ անկումը, կհաշվենք ազատ անկման արագացումը և այն կհամեմատենք տեսականորեն ընդունված 9.8 մետր/վայրկյան քառակուսի արժեքի հետ։ Իսկ այդ հարցում մեզ կօգնի Գագիկը։ Ողջույն Գագիկ։ Ողջույն Լիաննա։ Ազատ անկումը, որի ժամանակ մարմինը շարժվում է միայն ծանրության ուժի ազդեցությամբ, հավասարաչափ արագացող շարժում է։ Ազատ անկման դեպքում բոլոր մարմինները ընկնում են միևնույն արագացմամբ, որոնց անվանում են ազատ անկման արագացում։ Ազատ անկման արագացումը նշանակում են G տառով և մոտավորապես հավասար է 9.8 մետր/վայրկյան քառակուսու։ G-ն հավասար է 9.1 մետր/վայրկյան քառակուսի։ Ազատ անկման դեպքում h բարձրությունից անկում կատարող մարմնի շարժումը բնութագրվում է հետևյալ բանաձևով. h-ը հավասար է v0 անգամ t գումարած gt քառակուսի բաժանած 2-ի։ Իսկ ահա դադարի վիճակից շարժումը սկսելու դեպքում v0-ն հավասար է 0, ուստի և h-ը հավասար է gt քառակուսի բաժանած 2-ի, կամ g-ն հավասար է 2h բաժանած t քառակուսու, որտեղ h-ը մարմնի անցած ճանապարհն է, g-ն ազատ անկման արագացումն է, իսկ t-ն անկման ժամանակը։ Մենք փորձով ցույց կտանք, որ դադարի վիճակից ընկնող մարմնի անցած ճանապարհը ուղիղ համեմատական է ընկնելու համար պահանջվող ժամանակի քառակուսուն, և այն կախված չէ ընկնող մարմնի զանգվածից։ Մեր փորձի ընթացքում ստացված տվյալներով կստանանք նաև ազատ անկման արագացման G-ի արժեքը և այն կհամեմատենք տեսականորեն ընդունված արժեքի 9.8 մետր/վայրկյան քառակուսու հետ։ Փորձն իրականացնելու համար մեզ անհրաժեշտ են գրավիտացիոն լաբորատորիա։ Սա ազատ անկման սարք է, որի հիմքին ամրացված է աստիճանավորված ալյումինե ձող։ Ձողի վերին կետում տեղադրված է էլեկտրամագնիս, որին ամրանում է պողպատե գնդիկը։ Ֆոտոտվիչ։ Ֆոտոտվիչն ունի ինֆրակարմիր լույսի աղբյուր և ընդունիչ։ Երբ որևէ մարմին անցնելով ֆոտոտվիչի միջով խափանում է լույսի ճառագայթը, թվային վայրկենաչափը գրանցում է այդ պահը։ Թվային վայրկենաչափ։ Թվային վայրկենաչափը սարք է, որը թույլ է տալիս չափել ժամանակային ընդհատումները բարձր ճշգրտությամբ, սովորաբար միլիվայրկյանների ճշտությամբ։ Այն ունի մի շարք ֆունկցիաներ՝ timing S1, timing S2, collision co, acceleration, cycle T, count C, free fall gravity acceleration և այլն։ Այս փորձում կիրառելու ենք G, gravitation acceleration ֆունկցիան։ Թվային վայրկենաչափի G ֆունկցիան ցուցադրում է հետևյալ տվյալները։ Առաջին համարի տակ ցուցադրվում է այն ժամանակահատվածը, երբ մարմինը մեկնարկային կետից անցնում է առաջին ֆոտոտվիչի միջով։ Երկրորդ համարի տակ ցուցադրվում է այն ժամանակահատվածը, երբ մարմինը մեկնարկային կետից անցնում է երկրորդ ֆոտոտվիչի միջով։ Պողպատյա գնդիկ 2 հատ, որը կօգտագործենք ազատ անկման համար։ Թվային կշեռք գնդիկների զանգվածը չափելու համար։ Աղյուսակ փորձից ստացված տվյալները և հաշվարկները գրանցելու համար։ Հաշվիչ, թուղթ և մատիտ։ Փորձը սկսելուց առաջ աշխատանքային սեղանից պետք է հեռացնել ավելորդ իրերը, ստուգել փորձի համար անհրաժեշտ լաբորատոր սարքավորումների ու նյութերի առկայությունը։ Գրավիտացիոն լաբորատորիան պետք է տեղափոխել զգուշորեն այն չվնասելու համար։ Գրավիտացիոն լաբորատորիան տեղադրելուց հետո պետք է համոզվել, որ այն կայուն է և չի կարող շրջվել փորձի ընթացքում։ Աշխատանքի ընթացքում պետք է զերծ մնալ գնդիկը ձեռքով կանգնեցնելուց կամ ուղղորդելուց։ Համոզվել, որ գնդիկի ճանապարհին խոչընդոտներ չկան։ Էլեկտրոնային վայրկենաչափը միացնել և անջատել ըստ տրված հրահանգների, տվյալների կորուստից խուսափելու համար։
Տեղադրենք գրավիտացիոն լաբորատորիան հարթ մակերևույթի վրա։ Ստուգենք գրավիտացիոն լաբորատորիայի կայունությունն ու ամրությունը։ Ֆոտոտվիչների և էլեկտրամագնիսի համար նախատեսված միակցիչ լարը արդեն իսկ ամրացված են ձողին։ Էլեկտրամագնիսի համար նախատեսված միակցիչ լարը միացնենք էլեկտրամագնիսին։ Այս կետը կլինի մեր A դիրքը։ Քանի որ փորձի համար մեզ պետք է երկու դիրք, A և B, որից A-ն շարժման սկիզբն է, ուստի ձողի վրայից կարող ենք հանել երկրորդ ֆոտոտվիչը, իսկ առաջին ֆոտոտվիչը տեղադրենք A դիրքից որոշակի հեռավորության վրա, B դիրքում։ Թվային կշեռքով չափենք գնդիկի զանգվածը և արդյունքը գրանցենք աղյուսակում։ Չափենք ֆոտոտվիչի հեռավորությունը գնդիկի սկզբնական դիրքից, որը կլինի գնդիկի անցած ճանապարհը և արդյունքը գրանցենք աղյուսակում։ Սրանք փորձի համար հաստատուն մեծություններ էին, որոնք մենք չափեցինք և գրանցեցինք արդյունքները, քանի որ մենք մեր փորձում շարժումը սկսելու ենք A կետից, գնդիկի դադարի վիճակից, ուստի V0-ի արժեքը կլինի 0։ Հիմա արդեն անցնենք փորձին։ Ֆոտոտվիչի լարը միացնենք թվային վայրկենաչափի էլեկտրոմագնիտ մուտքին։ Թվային վայրկենաչափը միացնենք հոսանքի աղբյուրին։ Միացնենք թվային վայրկենաչափի սնուցման կոճակը։ Սեղմենք function կոճակը և ընտրենք G գրավիտացիոն արագացումը։ Տեղադրենք գնդիկը այնպես, որ այն լինի էլեկտրամագնիսի կենտրոնում։ Սեղմենք էլեկտրոմագնետիկ կոճակը էլեկտրամագնիսը անջատելու համար։ Ինչպես տեսնում եք, թվային վայրկենաչափի էկրանին արտացվում է մեկ տվյալ։ Այս տվյալը գնդիկի սկզբնական վիճակից մինչև առաջին ֆոտոտվիչ անցած ժամանակն է։ Այն գրանցենք աղյուսակում։ Հիշենք, որ երբ սեղմում ենք էլեկտրոմագնետիկ կոճակը, էլեկտրամագնիսը անջատվում է և գնդիկը կատարում է ազատ անկում։ Էլեկտրամագնիսը անջատվելու պահին վայրկենաչափը սկսում է ժամանակը հաշվել։ Երբ գնդիկը անցնում է ֆոտոտվիչի միջով, ապա վայրկենաչափը դադարեցնում է ժամանակի հաշվարկը։ Արդյունքում վայրկենաչափը արտածում է մեկնարկային A դիրքից մինչև B դիրք անցած ժամանակահատվածը։ Այժմ փորձը կրկնենք նույն ձևով, սակայն փոխելով ֆոտոտվիչի դիրքը։ Կրկին նշված կարգով բաց թողնենք գնդիկը և անհրաժեշտ արդյունքները գրանցենք աղյուսակում։ Այժմ փորձը կրկնենք նույն կարգով, փոխելով այս անգամ արդեն գնդիկի զանգվածը։ Արդյունքները գրանցենք աղյուսակում։ Ահա և փորձի առաջին փուլն ավարտեցինք։ Հավաքենք սարքերը, տեղադրենք համապատասխան դարակներում և անցնենք տվյալների մշակման և վերլուծման փուլին։ Փորձի ընթացքում մենք աղյուսակում լրացրեցինք գնդիկների զանգվածները, անկման բարձրությունները և անկման ժամանակահատվածները։ Այժմ ըստ տվյալների ժ-ն հավասար է 2h բաժանած t քառակուսի բանաձևով հաշվենք և դրացնենք աղյուսակի վերջին սյունակը։ Ըստ աղյուսակի 3-րդ և 4-րդ տողերի տվյալների կարող ենք ասել, որ անկախ գնդիկների զանգվածներից նրանց անկման ժամանակը գրեթե նույնն է։ Աղյուսակի վերջին սյունակում ազատ անկման արագացման համար ստացել ենք իրար շատ մոտ արժեքներ, որոնց միջին արժեքը կազմում է 9.3 մետր/քառակուսի, որը նույնպես շատ մոտ է նրա տեսական արժեքին։ Հարաբերական սխալը կազմում է 5%։ Այն ընդունելի շեղում է և կարող է պայմանավորված լինել չափումների ճշգրտություններից, օդի շփումից և մի շարք այլ պայմաններից։
Ազատ անկման փորձի արդյունքում պարզեցինք, որ ազատ անկում կատարող մարմինը ընկնում է հավասարաչափ արագացմամբ, եւ այդ արագացումը կախված չէ մարմնի զանգվածից։ Փորձնական ճանապարհով հաստատեցինք ազատ անկման օրենքը եւ գրանցեցինք, որ բոլոր մարմիններն ընկնում են նույն արագացմամբ, անկախ իրենց զանգվածից, եթե իհարկե օդի դիմադրությունը հնարավոր լինի անտեսել։ Հաջողություն, մինչ նոր հանդիպում։